Ես անչափ շատ եմ սիրում իմ բնությունը, այս մաքուր օդը, այս հիանալի տեսարանները, ու այնքան շատ կուզեմ, որ դուք էլ մի փոքր սիրահարվեք իմ լորիին ու գաք լորի վայելելու լորվա աշխարհը։ Արի լորի։ Իմ մեծ սերը բնության հանդեպ եւ իմ անսահման կապվածությունը լորվա աշխարհին ինձ տվեցին այս միտքը նկարել ու ձեզ ներկայացնել իմ չքնաղ լորին այնպիսին, ինչպիսին տեսնում եմ ես։ Այս փոքրիկ հաղորդաշարով ես ուզում եմ ձեզ ներկայացնել մեր սարերի ջերմությունն ու մեր բնության ուժը։ Ես երազում եմ, որ իմ ամեն հոլովակից հետո ձեր մեջ ցանկություն առաջանա թողնել ամեն ինչ ու գալ վայելելու իմ չքնաղ լորին։ Դե ինչ, արի լորի։ Իմ առաջին կանգառն է Վանաձորի ամենաբարձր կետերից մեկը Բու սրճարանը։ Սա ուղղակի սրճարան չէ, սա մի ամբողջ մշակույթ է հիմնված հեծանիվային սպորտի, համեղ սուրճի ու այս հրաշալի տեսարանի մասին։ Այսօր ես հյուրընկալվել եմ Վանաձորի գողտրիկ անկյուններից մեկում Բու սրճարանում եւ այսօր զրուցելու եմ հիմնադիր տնօրեն Էմմա Փոստանյանի։ Մենք հիմա գտնվում ենք Վանաձորի ամենասիրուն վայրերից մեկում, որտեղ համադրել է հեծանիվը, սուրճը ու այս չքնաղ վայրը։ Ինձ շատ հետաքրքիր է ինչպես առաջացավ այդ մտահղացումը հենց այստեղ կառուցել այս հրաշքները։ Դեռևս 2019 թվականից մենք մեր թիմով Երևանից տեղափոխվեցինք Վանաձոր, դիմեցինք Վանաձորի համայնքապետարին, որ մեզ տրամադրի հող դատարկ անտառավերց, որտեղ որ մենք կարողանանք կառուցել հեծանիվի կենտրոն։ Այսինքն դրա համար առաջին պայմանն այն է, որ լինի անտառային գոտի։ Բայց քանի որ սոցիալական ծրագիր անել շատ բարդ է առանց հիմնական ֆինանսավորման, մենք մտածեցինք մի այնպիսի գաղափար գծենք հեծանիվի պրոյեկտին, որ ինքը դառնա ինքնաֆինանսավորվող։ Դրա համար որոշեցինք, որ տեսանք ինչ չկա Վանաձորում, հավես դա Երևանի լավ կոֆեի սուրճի մշակույթի բացակայությունն է։ Որոշեցինք, որ հեծանիվ քշողները կարող են հավաքվել ոչ միայն սպորտի համար, լավ ժամանցի, այլև ուղղակի այդ շփվել եւ ոչ միայն հեծանիվ սիրող մարդիկ։ Դրա համար ընտրեցինք նման վայր, որ նաեւ տեսարան կարողացի ու զբոսաշրջիկներին արդեն որպես երրորդ կետ, զբոսաշրջիկներին եւ Երևանից այցելող մարդկանց համար հետաքրքիր բան ունենա Վանաձորը, որպես ուղղակի միայն չլինի, ասենք սուրճ խմելու տեղ, այլ դիտարան լինի ինքը, որպեսզի որ Վանաձորը ներկայացնի որպես նոր տուրիստական վայր։ Ձեզ դարձել է Վանաձորի այցեկարտը։ Շատ եմ վերջերս տեսում, որ դրսից գալիս են ու ասում են Բու սրճարան, այլ ինչ հետ մատուցում, ինչ ծառայություններ ունեք, մի փոքր ավելի մանրամասն։ Մենք սուրճի շատ մեծ մենյու, ընտրանի, specialty սուրճ է կոչվում, այսպես ասած, տարբեր երկրներից, տարբեր պլանտացիաներից բերված սուրճեր են, մատուցում ենք տարբեր տեսակի թեյեր, խմիչքներ, նաև ալկոհոլային, երեկոյան մեր մոտ ունենք շատ զույգեր, ովքեր գալիս են վայելելու այս գեղեցիկ տեսարանը արդեն գիշերով, լույսերով։ Ունենք նաև սնունդ, մեր ամենաշատ հյուրերը գողում են մեր պիցցան, հատուկ չենք զլարնում, լավ բաղադրատոմսով պատրաստում ենք հատուկ պիցցա։ Ունենք նաև նախաճաշեր, ֆրիկ ու մեծ խմբերի համար արդեն այլընտրանքային մենյուներ ևս կարողանում ենք տրամադրել։ Ես գիտեմ, որ դուք ունեք հեծանիվներ, մարդիկ գալիս են վարձակալում են ու ունեք հեծանիվ ուղի։ Կարող են մարդիկ նաև իրենց հեծանիվներով գալ այստեղ վարել, թե դա պետք է մեզ մոտ մուտքը, քանի որ մենք սոցիալական պրոյեկտներ իրականացնում, մեր առաջին գաղափարը այն է, որ առողջ ճապլակների զարգացումը ինչ-որ ձևով նաև Վանաձորում ակտիվանա, դրա համար մուտքը անվճար է, բոլոր ցանկացողները իրենց հեծանիվով միայն պետք է սաղավարտ գրեն պարտադիր, կարող են այցելել եւ ոչ միայն հեծանիվով, կարող են սկեյթով, սկուտերով եւ անվաճ մուտքերով մասնակցել ու առավոտյան 10-ից բացվում է, մինչև ժամը 9 կարող են վարել։ Շատ լավ։ Քանի որ դուք այս ամեն ինչի ստեղծողն եք, հավանաբար շատ լավ վարում եք հեծանիվ։ Ինչ կասեք այն մարդկանց, ովքեր վախենում են հեծանիվ վարելուց։ Ես ասեմ, որ իրականում մանկուց
21 տարի տանում սովորել հեծանիվ վարել, 24-ից ասես ցել եմ այս պրոյեկտը։ Համարը 3 տարի պահանջվեց, որ ես սիրարկեմ, այսինքն ինչ պահանջվեց, 3 տարի հետո սկսեցի զբաղվել որտեղ գործով, հեծանիվի գործով։ Երբ որ սկսում ես վարել, ինքը դառնում է ուղղակի անբաժանելի մաս, թե որպես տրանսպորտ, թե սպորտով զբաղվելու անվճար միջոց, մի անգամ ասում գնում ես, ինքը ամբողջովին քո համար մարզասիրանի կարող փոխարինել։ Ինչպես հաղթահարելու հիման։ Հա, պետք է փոխ պատրաստ լինել, որ առաջի մի քանի օրը անպայման իրենա ցավոտ հաստատ ընկնելու ես։ Դրանք պետք է պատրաստ լինել։ Այդ ընթացքին պետք է պատրաստ լինել, բայց պետք է չհանձնվել, որտեղ կյանքում ցանկացած բան դժվարությունների միջով պետք է անցնենք, որ հասնենք նպատակին ամեն հարցում։ Իսկ հեծանիվ վարելու համար այդպես ամենամարտության կողմից ստեղծված ամենալավ բանն է, որ համ սպորտին է օգուտ, համ ֆիզիկապես, համ մտքերը մաքրում, եթե տխուր ես դուրս ես գալի 10 րոպե հեծանիվություն, ամեն ինչ մնում է իր տեղում։ Եվ կարելի է երկրի գումար է աշխատել հեծանիվում, տուրեր իրականացնել կամ չգիտեմ, սարքել դրանից գումար վերցնել կամ վաճառել։ Ինքը շատ հետաքրքիր multi-functional, բազմաֆունկցիոնալ գործիք։ Սուրճը տեղում ենք աղում, որպեսզի բույրը հնարավորինս թարմ լինի։ But your heart is no longer mine. You moved on like it was fine. Now I'm stuck on rewind. Losing my mind. But your heart is no longer mine. You moved on like it was fine. Now I'm stuck on rewind. Losing my mind. But your heart is no longer mine. You moved on like it was fine. Now I'm stuck on rewind. Losing my mind. But your heart is no longer mine. You moved on like it was. Այսօր ես վայելում եմ IICS Քանչ տեսարանը, ու սրճարանի ամենահամեղ սուրճերից մեկը, ու եթե դուք էլ գաք Վանաձոր, ապա անպայման խորհուրդ եմ տալիս գալ ու վայելել ու սրճարանը իր ամբողջ գեղեցկությամբ։